Հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնել են Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը եւ հիմա ասում են բայց այս ո՞նց եղավ նա կաթողիկոսի քրոջ տղայի Մկրտիչ Սրբազանի ընկերներ հենց Մկրտիչ Սրբազանի ակտիվ ջանքերով Արարատյան հայրապետական թեմից առանձնացվեց եւ ստեղծվեց Մասյացոտն թեմ Գևորգ Սրբազանի համար դուք սա ինչպես կմեկնաբանեք Ով է ասում դա Եկեղեցական շրջանակներից է գալիս այդ տեղեկությունը։ Ուրեմն տեսակ եկեղեցական շրջանակները խոստովանում են, որ սա իրենց հորը դուքանն են սարքել, ինչ ուզում են գդրում են, ուզում ինչ են դալիս են, ուզում են եպիսկոպոսություն դան, ուզում են դարածք դան, ինչ ուզում անում են, այսինքն դա պարզապես խոստովանություն է իրենց անարդարության եւ անխղճության։ Այո, Գևորգ Սրբազանը Մկրտիչ Սրբազանի ընկերն է, մենք դա լավ գիտենք։ Ընկերային հարաբերություններ կան, բոլորի հետ ալ ընկերություններ կան, եւ տշնամություններ էլ կան։ Եթե որոշ եպիսկոպոսներ իրար հետ ընկեր են, նաեւ որոշ եպիսկոպոսներ, այլև արքեպիսկոպոսներ իրար հետ տշնամի են, որովհետեւ մենք ասում ենք, Նարեկ ջան, մեր հոգեվորականների մեջ բագասում է հոգեվորը, մեր եկեղեցականների մեջ բագասում է Քրիստոսը, չգա Այսօր միայն կան անձնական շահեր, կան խնամիական գաբեր, կան բարեկամական գաբեր, իմ մեջ կքերի, քո մեջ կքերեմ։ Բայց ի վերջո ինչքան էլ լինի, որ Գևորգ Սրբազանի ինչ հարաբերություններ էլ ունեցած լինի, ես ճանաչում եմ անձամբ Գևորգ Սրբազանը։ Շատ ազնիվ անձնավորություն է։ Բոլորն էլ սխալներ ունեն, բոլորն էլ թաղված են մեղքի մեջ, որովհետև ոնց որ մի ժողովրդական խոսք կա, ասում է, եթե 40 օր ինչ որ մի ժողովրդի հետ ընտանաս, կամ մի համայնքի հետ ընտանաս, կամ նրանց պես ես լինելու, կամ իրանք քո պես են լինելու։